Хорошо, давайте продолжим. Мы обсудили предпосылки реформации европейских. А, Значит, нужно понимать общее состояние католических церквей, непотизм. Շատ լավ մենք ուսումնասիրեցինք եվրոպական բարեկարգությունների այդ նախադրյալները հիմա արդեն պետք է հասկանանք կաթոլիկ եկեղեցիների կարգավիճակները նեպոտիզմ առաջինը Да. И непотизм– это передача власти своим родственникам. եւ նեպոտիզմը դա մի երևույթ է երբ որ իշխանությունը փոխանցվում է հարազատներին Кстати, в эту эпоху одно из последствий канцеляризма то, что они запретили священникам жениться. եւ իդեպ այս դարաշրջանում կանցելյարիզմի հենց այդ պատճառներից մեկն էլ հենց այն էր որ արգելվեց ամուսնությունը До XII века священники могли жениться. Մինչև 12-րդ դարը քահանաները կարող էին ամուսնանալ Но настолько стала большая и больная проблема с непотизмом, что забанили просто брак полностью. Բայց այնքան այս նեպոտիզմը խնդիր էր դարձել, այնքան էր գլուխ բարձրացրել, որ ուղղակի որոշեցին, որ ավելի հեշտ է արգելեն ամուսնությունը։ Связанное с непотизмом это еще продажа должностей церковных. Եվ սրա հետ նաև կապակցված վաճառքն էր, որը գործում էր եկեղեցու կարգերի վաճառքը, այսինքն։ Да. Второе это безграмотность священства. Եվ երկրորդը դա հոգևորական դասի անգրագիտությունն էր։ Они читали мессу по всей Европе на латынском. Նրանք ամբողջ Եվրոպայում մեկ կարդում էին այդ մեսայի արարողությունը լատիներենով։ Паства не знает латинского языка. Այսինքն նրանք սովորական ժողովուրդը չգիտի լատիներեն։ И священники тоже его не знали. Եվ ստացվեց որ քահանաներն էլ չգիտեին։ Поэтому они либо части заучивали, либо читали, как умели, и всегда это было косо. Այսինքն նրանք կամ ուղակի անգիր էին արել, կամ որոշակի հատվածներ իրենց հիշողությամբ էին ասում, բայց դրանք իրենց գիտելիքների մեջ չէին մտնում։ На армянском языке есть такое выражение «фокус-покус»? Мы таки говорим. Եղբայրը հարցում է հայրենի մեջ կա այդպիսի արտահայտություն ֆոկուս, ասում ենք մենք տենց էլ ասում ենք։ Да, то есть это фраза обычно, когда волшебники или люди, когда развлекают, они делают представление и говорят «фокус-покус». Եվ սա այնպիսի մի արտահայտություն է, որ երբ որ կախարդները, ինչ որ մոգական հնարք պետք է անեն, միշտ այդ արտահայտությունն են անում։ Это фраза из латыни. Այս արտահայտությունը գալիս է լատիներենից։ И она, слова буквально означают «hoc est corpus». Եվ այս բառերը նշանակում են hoc est corpus։ Это есть тело. Սա մարմին է։ Hoc est corpus, սա մարմին է։ То есть это стало в европейских языках фокус-покус. Եվ սա եվրոպական լեզուների մեջ մտավ որպես focus-focus. Потому что при произнесении мессы священник не мог даже правильно сказать слова. Սա եղավ նրա պատճառով, որ մեսայի արարողության ժամանակ անգամ քահանան չէր կարողանում ճիշտ արտաբերել այդ բառերը։ И он даже не знал, что он говорит. Եվ նա անգամ չէր հասկանում, թե ինչ է ասում։ Фокус-покус, вот. Focus-focus, ահա այսպես։ Да, то есть это понятие полной белиберды, полного непонимания. Եվ ահա սա նրա մասին է խոսում, որ նրանք ընդհանրապես չէին հասկանում, ինչ են անում։ Да, мы обсудили отсутствие проповедников в кафедре. Մենք քննարկել ենք քարոզիչների բացակայությունը ամբիոնից։ Они полностью перестают просто проповедовать. Նրանք ուղակի ամբողջությամբ դադարում են, ամբողջովին դադարում են քարոզելուց։ И половину времени не исполняют таинства.
եւ ժամանակի կեսնել չեն կատարում խորհուրդները։ То есть, когда появляются нищенские ордена монашеские, Հմ? Այսինքն այն ժամանակ, երբ որ արդեն սկսում են վանականության այդ կարգերը հիմնվել, францисканцы, доминиканцы, ֆրանցիսկոսականներ, դոմինիկականներ, августинцы, օգոստինոսականներ, они ездят по деревням и делают то, что священник должен делать. այս կարգերը, որոնք հիմնվեցին, գնում էին գյուղից գյուղ պատտվելով անում էին այն գործառույթները, որոնք որ պետք է քահանաները անեին։ В том числе они совершают таинства для сельских, которые священник, может быть, полгода не делал. Եվ այդ թվում նաև նրանք խորհուրդներն էին կատարում գյուղացիների համար, որ հնարավոր է եւ տեղի քահանան կես տարի անգամ արած չլիներ։ Доминиканцы вообще становятся лигой проповедников. Դոմինիկականները ընդհանրապես դառնում են քարոզիչների լիգա, потому что никто не проповедует. որովհետեւ ոչ ոք չէր քարոզում։ Поэтому, когда они приезжают в деревню, со всей окрестности сходятся люди с разных других деревень, чтобы послушать проповедь, может быть, раз в году. Որովհետեւ քանի որ ոչ ոք չէր քարոզում, երբ նրանք գալիս էին ինչ որ գյուղ եւ սկսում էին քարոզել, կողքի գյուղերից էլ հավաքվում էին շրջաններից, համայնքներից, որպեսզի լսեն հնարավոր է իրենց այդ տարվա միակ քարոզը։ И студенты, кстати, замечают эти проблемы первыми. Եվ իդեպ սա աշակերտները առաջինն են նկատում այս խնդիրը։ Да, то есть заметьте, что все вот эти ранние люди, за исключением Вальденса, как-то привязаны к университету. Եվ նկատեք, որ այս առաջին աշակերտները վալդենսականներից բացի իրենք այս համալսարանական դասին կցված էին։ Да, Уиклиф профессор Оксфорда. Ուիկլիֆը Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր էր։ Ян Гус ректор Пражского университета. Յան Հուսը Պրագայի համալսարանի ռեկտոր էր։ Мартин Лютер глава кафедры богословия в Виттенбергском университете. Մարտին Լյութերը աստվածաբանության պրոֆեսոր էր Վիտենբերգի համալսարանում։ Кальвин студент Парижского университета. Կալվինն էլ ուսանող էր Փարիզի համալսարանի։ То есть есть кое-что общее между этими людьми. Այսինքն ինչ-որ ընդհանրություն կա այս մարդկանց միջև։ То есть они, когда начинают учиться, они видят, что есть такой огромный отрыв между миром книг и между миром в деревне. Եվ երբ որ նրանք սովորում են, նրանք տեսնում են, որ կա մեծ տարբերություն գրքի աշխարհի մեջ եւ այդ գյուղական աշխարհի մեջ։ И это рождает то, что мы сегодня называем муниципальными или магистрскими реформациями. Եվ դա այն է, ինչ որ մենք հիմա կոչում ենք մունիցիպալ կամ մագիստրալ բարեկարգություններ, այսինքն բարեկարգություն վերնախավի մակարդակով կրթվածության առումով։ То есть реформация в городах. Можно еще раз? Реформация в городах. Այսինքն արվում էր բարեկարգություն քաղաքներում։ Если взять население Европы, только где-то 5-6% живет в городах. Եվ եթե վերցնենք կոնկրետ Եվրոպան, 5-6%-ն էր ապրում քաղաքներում։ Но с этого все начинается, потом он распространяется уже в окрестную местность. Բայց սրանից այս փոքր թվից ամեն ինչ սկսվում է եւ հետո աճում է շրջակա համայնքները։ Да, и это начинается с университетов, потом доходит до богемской реформации, немецкой реформации. Սկսվում է համալսարաններից, հետո հասնում է բոհեմյան համալսարաններ, հետո արդեն գերմանական, швейцарская реформация, շվեյցարական բարեկարգությունը, французская реформация, ֆրանսիական բարեկարգությունը, скандинавская реформация, սկանդինավյան բարեկարգությունը, английская реформация անգլիականը и контрреформация. Եվ հակա բարեկարգությունը.
Да, то есть это очень крупные движения, и там во всех в них разные актеры. Եվ ահա սրանք մեծ շարժումներ են, որոնք ունեն տարբեր դերակատարներ։ И они могут еще довольно-таки сильно отличаться между собой. Եվ նրանք կարող են նաև անգամ իրար մեջ էլ շատ ուժեղ տարբերություններ ունենալ, իրարից տարբերվել։ Особенно английская реформация. Հատկապես անգլիական բարեկարգությունը։ Потому что в Англии были цари-протестанты и были короли-католики. Որովհետև Անգլիայում կային արքաներ, որոնք որ բողոքական են, եւ կային արքաներ, որոնք որ կաթոլիկներ էին։ И церковь как бы бросает из одной струи влияния в другую и обратно. Եվ այս ամենի մեջ եկեղեցին անընդհատ ուղղություն է փոխում մի կողմը հետո մյուս կողմը։ И отсюда начинают выходить радикальные реформации, радикальные движения. Եվ այստեղից արդեն սկսում են դուրս գալ այս ծայրահեղ բարեկարգությունները, այս շարժումները։ Это в первую очередь пуританское движение. Առաջին հերթին դա կլինի պուրիտանական մաքրակրոնական շարժումը, которые считали, что английская церковь компромиссная, что она слишком католическая. ովքեր որ մտածում էին, որ անգլիական եկեղեցին շատ զիջողական է, որ այսինքն ինքը նման է կաթոլիկությանը։ И они пытаются ее очистить. Եվ նրանք ջանում էին մաքրել անգլիական եկեղեցին։ Да, потом появляется движение анабаптистов. Հետո արդեն առաջ է գալիս անաբապտիստական, այսինքն վերամկրտականների շարժումը, которые перекрещивают людей. Որոնք որ հենց զբաղված են լինում վերամկրտությամբ։ Это очень серьезный шаг. Սա շատ լուրջ քայլ է։ Ни Кальвин, ни Лютер, ни Эразм, ни пуритане не одобряли бы такого. Ոչ Կալվինը, ոչ Լյութերը, ոչ Էրասմոսը, ոչ մաքրակրոնները, նրանք ոչ ոք իրենց համաձայնությունը չէին տա այսպիսի որոշմանը։ Да, и когда они появляются, их гонят практически все. Եվ երբ որ նրանք հայտնվում են թատրաբեմին, նրանց սկսում են բոլորը հետապնդել։ Да, менониты, Մենոնականները, моравские братья մորավյան եղբայրները и квакеры. եւ քվակերները։ И вот эти более радикальные элементы, они начинают съезжаться в Америку, как только она открывается. Եվ այսպիսի ավելի ծայրահեղական խմբավորումները սկսում են միանգամից հայտնվել Ամերիկայում այն պահից, երբ որ արդեն ճանապարհը բացվում է։ То есть в самой Европе реформация замерзает, и контрреформация потихонечку выживает более радикальные движения. Այսինքն можно перефразировать эту мысль. Да, что реформация замерзает, она просто останавливается потихонечку. Այսինքն գործնականում Եվրոպայում այդ ժամանակաշրջանում բարեկարգությունը սկսում է սարքել կանգ առնել, այսպես։ И в Восточной Европе контрреформация, например, в Польше, Իսկ օրինակ Լեհաստանում возвращает католичество в те места, где оно было выжато. անգամ կաթոլիկությունը վերադառնում է այն հատվածներում, որտեղ որ ժամանակին ճնշված է եղել բարեկարգության կողմից։ И центр реформации уже смещается в Америку. Եվ արդեն բարեկարգության այդ կենտրոնը տեղափոխվում է Եվրոպայից Ամերիկա։ Да, потому что там движения начинают смешиваться, видоизменяться. Արդեն սկսում են շարժումները խառնվել մեկը մյուսի հետ։ И продолжать как бы расцветать, потому что там есть пространство, где не будут притеснять. Եվ ինչի համար, որովհետև այնտեղ կա տարածք, որտեղ կարող են նրանք առանց ճնշվելու աճել, զարգանալ։ Да. Также реформация находит убежище в очень неожиданном месте, это в Российской империи. Եվ իդեպ նաև բարեկարգությունը իր ապաստաններից մեկը գտնում է շատ հետաքրական է, որ ռուսական կայսրությունում, потому что в это время появится Петр I, потом Екатерина Великая, и они будут... Այդ ժամանակաշրջանում հայտ է գալիս Պետրոս առաջինը, Եկատերինա Թագուհին,
Екатерина Великая была наполовину немка. Եկատերինա Թագուհին կիսով չափ գերմանացի էր։ У нее родственники идут к Виктории, к королеве Виктории. Իր բարեկամները արմատներով գնում են մինչև Վիկտորիա Թագուհին։ И эти два монарха и последующие хотели привлечь протестантов в свои территории, чтобы дать им убежище и дать им возможность развиваться. Եվ այս վերջին երկու միապետերը փորձում էին տեղ տալ բարեկարգյալներին, որպեսզի նրանք կան, ունենան տարածք ազատորեն աճելու, զարգանալու։ Да. И такие места, например, как Чехия, где все заморозилось. Եվ այնպիսի հատվածներում, այնպիսի տեղանքներում, օրինակ ինչպիսին էր Չեխիան, որտեղ ամեն ինչ սառեց, последующее крупное развитие и крупные миссии стали смещаться на восток. հաջորդ արդեն մեծ միսիաները, որոնք որ կազմակերպում էին, ավելի շատ գնացին դեպի արևմուտք։ Ներողություն արևելք։ И приблизительно где-то лет через 300 родится протестантское современное миссионерское движение. Եվ դրանից մոտավորապես 300 տարի հետո արդեն իր ծնունդը կունենա մեր ժամանակների բողոքական միսիոներական կազմակերպությունը։ Да, который уже сделает протестантизм очень сильным мировым движением. Որը որ արդեն բողոքականությունը կդարձնի շատ ուժեղ համաշխարհային շարժում։ Да, об этом мы еще поговорим в четверг, в пятницу. Մենք դրա մասին դեռ կխոսենք։ Да. Сейчас же хочу, чтобы вы понимали, что эти все процессы были параллельными. Հիմիկվա համար բավական է հասկանալ, որ այս բոլոր գործընթացները զուգահեռներ էին։ Да, муниципальная реформация, они начались приблизительно в одно и то же время, но где-то 200-300 лет по-своему развиваются. Այդ քաղաքական բարեկարգությունները, մունիցիպալ բարեկարգությունները 200-300 տարի դեռ զարգանում էին։ Да, радикальная реформация идет уже на второй волне. Это обычно после первых шагов реформации. Իսկ ծայրահեղ բարեկարգությունը արդեն գնում է երկրորդ ալիքին բարեկարգությունից հետո։ Да, а потом начинаются европейские религиозные войны, где-то тоже на 200 лет. Հետո մոտավորելի 200 տարով սկսվում են եվրոպական կրոնական պատերազմները։ Эти войны порождают миллионы беженцев. Եվ այդ պատերազմների արդյունքում լինում են միլիոնավոր փախստականներ։ Эти беженцы, покидая Европу, переходя на периферию, перемещаясь в другие страны, несут с собой протестантизм. Եվ այս փախստականները երկրից երկիր Եվրոպայով անցնելով իրենց հետ արդեն տարածում են բողոքականությունը։ Да, баптисты современные — это наследники радикальной реформации. Մեր օրերի մկրտականները, բապտիստները հանդիսանում են հենց այս ծայրահեղական բարեկարգության զավակները։ Американские баптисты вышли из пуритан. Ամերիկական մկրտականները դուրս են եկել մաքրակրոններից։ Да, славянские баптисты вышли из анабаптистов. Սլավոնականներն էլ դուրս են եկել վերամկրտականներից, անաբապտիստներից։ Хорошо, это окончание нашей вступительной части, введение в европейской реформации. Շատ լավ, սա մեր ներածության վերջին մասն էր, որը որ խոսում էր եվրոպական բարեկարգությունների թեմայով։ Сейчас мы начнем проходить биографию Лютера. Հիմա արդեն մենք կանցնենք Լյութերի կենսագրությանը։ Да, есть ли какие-то вопросы по общему обзору движения реформационных? Դե եթե ներածության հետ կապված ինչ-որ հարցեր կան, չեմ կարող տալ։ Դասախոսը ասաց, այդ արդեն մկրտականները հելել են, հա, այդ անունը արդեն ինքը խոսացել է դրա թե մկրտականների վերաբերյալ ինքը արդեն ասեց որ թվականին ու երբ են այդ անունը։ Ինքը ասում էր, ինքը երեկել է, դա ասում էր, որ դեռ դրան պետք է հասնենք, բայց կարամ հարցնեմ։ Հա, եթե ասել է լավ, կարիք չկա։ Извиняюсь, если мы
Извиняюсь, если мы правильно понимаем, про баптисты еще вы расскажете, да, подробнее? Да, да. Окей. Дэр ասեց կանդրադառնա։ Мгм. Да, завтра мы будем проходить жизнь Лютера полностью. Завтра Мгм. մեր ամբողջ վաղվա հանդիպումը կնվիրենք Լյութերի կենսագրությանը, Да, потом мы перейдем к Цвингли, հետո մենք կանցնենք Ցվինգլիին, и после Цвингли мы как раз-таки обсудим баптистское движение. եւ հենց Ցվինգլից հետո էլ մենք կսկսենք մկրտական շարժումը ուսումնասիրել։ Хорошо. Да. И сейчас я сделаю конспект. Ահա, Мгм. Хорошо, Мартин Лютер. пожалуйста։ Да, это был необычайный человек. Это был Это был необычайный человек, да, Мартин Лютер. շատ լավ սկսում ենք արդեն Մարտին Լյութերը շատ անսովոր մարդ էր, С очень многими достоинствами շատ արժանինքներով и с очень серьезными недостатками. եւ շատ լուրջ դերություններով И очень серьезными ошибками, которые он совершил. եւ շատ լուրջ սխալներով, որոնք հանդերձ, որոնք որ նա կատարեց, գործեց։ Да, но тем не менее, это точно был человек Божий. Բայց հստակ է, որ նա Աստծո մարդ էր, հաստատ Это был человек, который в первую очередь был пастырем. նա մարդ էր, որ առաջին հերթին հովիվ էր, Он не был систематическим богословом. նա համակարգված աստվածաբան չէր։ Это Кальвин, это не в тот адрес. Այսպեսի սիստեմատիկ աստվածաբան հենց Կալվինն էր։ Да, ему было гораздо важнее заботиться о душах людей. Իր համար ավելի կարևոր էր հոգ տանել մարդկանց հոգիների մասին։ Его людей, его сограждан. Իր մարդկանց մասին էր մտածում, իր համակարգացիների մասին էր մտածում։ Он любил свою паству ревностно, так же сильно, как он любил Бога. Իր հոտին շատ էր սիրում, այնքան ինչքան որ Աստծուն էր սիրում։ И был ввиду этого очень агрессивный. Եվ դրա ֆոնին նա շատ ագրեսիվ էր։ Потому что для него это не был вопрос каких-то разногласий или каких-то понятий. Որովհետև нրա համար դա ուղղակի տարակարծությունների կամ չորանհամաձայնությունների հարց չէր։ Вопросы реформации для него были, в первую очередь, вопросы спасения и сохранения душ. Բարեկարգության հարցերը նրա համար առաջին հերթին հոգիների փրկության եւ պահպանման հարցեր։ И вопросы духовного роста людей, за которыми он несет ответственность. Եվ հարցը գնում էր մարդկանց հոգիների փրկության պատասխանատվության մասին, ում համար որ ինքը վերցնել էր այդ պատասխանատվությունը։ Да, первое, что надо исправить, это его имя. Առաջինը ինչ որ պետք է մենք ուղղենք, դա իր անունն է։ Потому что его звали не Лютер, а Людер. Դ Да. Որտեվ իրեն ոչ թե Լյութեր, այլ Լյուդեր էին ասում։ Да, он нам известен как Лютер, потому что на латыни его фамилию так вписывали в афишу. Մեզ նա այսպեսի ազգանունով է հայտնի, որովհետև լատիներենով պաստարի վրա իր ազգանունը հենց այսպես էլ փակցրել։ Да, то есть мама и папа его называли Мартин Лютер, и их фамилия была Ганс и Маргарита Лютер.
Եվ իր հայրն ու մայրը իրեն կոչել էին Մարտին Լյուդեր եւ իր հորն ու մոր անուն ազգանուններն էլ էին Հանս եւ Մարգարիտա Լյուդեր։ Да, он родился в Айслебене, Նա այս լեբենում է ծնվել в семье предпринимателя, шахтера и медного металлурга. Հանքափորի եւ պղնձի մետաղագործի ընտանիքում։ То есть его папа покупал права на пользование рудником. Իր նա пользование чем Рудником, шахтой. Նրա պապը վճարում էր որպեսզի ստանա թույլտվություն, որպեսզի օգտվի այդ ստորգետնյա այդ վերելակից, որը իջնում են եւ հանքափորությամբ էին զբաղվում։ Он спускался в шахту и руками своими киркой добывал руду. Նա իջնում էր եւ հանքում իր ձեռքերով աշխատում էր։ И потом он эту руду доставал, и он ее переплавлял и продавал уже металл. Եվ այդ մետաղը նա վերցնում էր իր ձեռքով հալեցնում էր, պատրաստում էր եւ արդեն վերավաճառում էր։ Это очень тяжелый труд. Սա շատ տանր, հա, աշխատանք էր, որտեղ խոսքը գնում է հանքաքարի մասին, որը որ հետո ձեռքով նա հալեցնում էր։ Он очень много работал. Նա շատ էր աշխատում։ И он хотел, чтобы он не работал напрасно, он хотел, чтобы это было на пользу его семье. Եվ նա չէր ուզում, որ իզուր աշխատացիներ, նա ուզում էր, որ իր ընտանիքին օգուտ տված լիներ այդ իր արած աշխատանքով։ И еще он знал, что шахтеры умирают рано. Եվ հետո նա գիտեր, որ հանքում գործանողները ավելի շուտ են մահանում։ Потому что у них болеют легкие. Որովհետև իրենց թոքերներ վարակվում, հա։ И у них болеет тело из-за труда, из-за того, как тяжело. Եվ իրենք ունենում են մարմնի շատ սուր ցավեր, ծանր աշխատանքի պատճառով։ Поэтому он надеялся, что когда он состарится, его сыновья смогут дать ему хорошую пенсию. Դրա համար էլ նա հույս ուներ, որ երբ որ ինքը ծերանա, իր երեխաները կարող են իր համար լավ թոշակ ապահովել։ И практически весь свой доход он вложил в своих сыновей. Եվ գործնականում իր ամբողջ այդ եկամուտը, որ ստանում էր, ներդրում էր կատարում իր զավակների զարգացման մեջ։ У него был один умный сын. Նա ուներ մի իմաստուն որդի։ И он отправил своего любимого сына в спецшколу. Նա իր այդ սիրելի որդուն ուղարկեց հատուկ դպրոց։ Да. И спецшколы были очень дорогим удовольствием. Եվ այդ հատուկ դպրոցները շատ թանկաճույք են իրենցից ներկայացնում։ Их цель была подготовить человека к вступительным экзаменам в университет. Իրենց գործառույթը պատրաստողական էր, որպեսզի մարդուն համալսարան ընդունվելուն պատրաստ աներ։ Экзамены очень тяжелые. Հնությունները հետևաբար շատ ծանր էին։ И они на латыни. Եվ լատիներենով էին։ И на классическом греческом частично. Եվ մասամբ էլ դասական հունարենով էին։ Сегодня люди не смогли бы взять современного человека, он не смог бы пройти этот экзамен. Եթե հիմա վերցնեք մերօրյա մարդուն, նա չի կարող անցնել այս քննությունը։ Лютер прошел 5 лет подготовки, чтобы просто его приняли в университет. Լյութերը 5 տարի անցավ պատրաստություն զուտ նրա համար, որ իրեն ընդունեն ուսումնական այդ հաստատությունը։ И он изучал стандартный схоластический тривиум, то есть 3 науки. Եվ նա ստանդարտ սխոլաստական այդ տրիվիումը սովորեց, տրիվիում ինչի համար 3 բառից է։ Այդ 3 գիտությունները սովորեց։ Грамматика, риторика и логика. Լոգիկա, քերականություն եւ ռետորաբանություն։ В 3 разных школах. Եվ դրանցից յուրաքանչյուրը 3 առանձին դպրոցներում։ Обучение очень тяжелое и очень строгое. Եվ ուսուցումը անցնում էր շատ խիստ եւ շատ ծանր պայմաններում.
И когда Мартин вырос, он свою школу назвал чистилищем. Եվ երբ որ Մարտինը մեծացավ, իր դպրոցը անվանեց Քավարան։ Потому что так было тяжело. Из-за заучивания, из-за строгого расписания и очень много труда. Որովհետև շատ ծանր էր անցնում դասաժամերը եւ այդ ժամերի խիտ լինելու եւ նյութի շատության եւ խստության տեսանկյունից։ Да, в университете было 3 факультета. Համալսարանում կային 3 ֆակուլտետներ։ Стандартных. Кто-нибудь знает, какие 3 факультета были в средневековых университетах? Գիտեք սովորաբար, ինչ որ մեկը գիտի սովորաբար, այդ որ 3-ն են, որ միջնադարյան համալսարներում լինում են։ Որ առարկա, հա։ Հա, Շի երևի փիլիսոփայություն, հա։ Մեկը։ ну один из них будет философия, наверное, да? Богословие. Мгм. Աստվածաբանություն։ Да, это философия, это под богословием, да. Այսինքն փիլիսոփայությունը գնում է աստվածաբանության վերնագրի տակ։ Պատմություն, հա։ Մյուսը կարա։ Իսტორիա։ Нет, не история, нет. Мы это проходили весной. Это Մենք просто- հիշում ենք դա գարունը անցել ենք։ Да, мы это проходили, я знаю, потому что у меня это в заметках. Հիշենք։ Ախտում բան ասա։ Իհատը գոնես։ Եթե ուզում եք թարգմանը մի քիչ բարձր էլի։ Да, богословие это королева наук. Это Ага. высший- это высший Աստվածաբանությունը факультет. աստվածաբանությունը դա գիտությունների թագուհին էր։ Есть еще 2 других факультета, которые Կան երկու ուրիշ ֆակուլտետներ։ это юридический Առաջին իրավաբանականներ и медицинский. եւ երկրորդն էլ բժշկական ֆակուլտետը։ Да, то есть это 3 возможные карьеры образованного человека. Այսինքն դա 3 հավանական կարիերաներ էր, որ կարող էր անել եւ ունենալ կրթված մարդը։ Да, то есть это идти в церковь, Այսինքն դա իրենց ենթադրում էր գնալ եկեղեցի, идти лечить людей, работать с людьми, գնալ բուժել մարդկանց, աշխատել մարդու հետ, или работать юристом, но это не значит, что адвокатом. Тогда не нанимали частных адвокатов. եւ աշխատել իրավաբանական ոլորտում, բայց դա դեռ չի նշանակում, որ աշխատում են որպես ասենք մասնավոր փաստաբան։ Այդ ժամանակահատվածում դեռ այդպիսի որակավորում չկար։ Да, юристом это значит пойти работать в канцелярию короля. Դա նշանակում էր, որ գնան աշխատել թագավորի կանցելարիայում, թագավորի այդ խորհրդականների մեջ աշխատել։ То есть это работать в государственных органах управления. Այսինքն դա նշանակում էր աշխատել պետական կառավարման մարմիններում։ Да. И Ганс Людер хотел, чтобы Мартин пошел учиться именно на юриста. Եվ Հանս Լյութերը, իր հայրը, ուզում էր, որ հենց նա այս ուղղությունը ընտրի։ Потому что это более, ну как он считал, более перспективно для его сына. Որովհետև դա մտածում էր, որ այս իրավունքի ֆակուլտետը ավելի հերանեկարային է իր որդու համար։ Священникам ничего не платят, Որովհետև հոգեորականներին ոչ մի բան չեն վճարում, а врачам платят люди. իսկ бժիշկներին վճարում են մարդիկ, Но там по-разному. То есть бедные люди, богатые, то есть բայց врачи такой средний բայց класс. այնտեղ բառն է, կան հարուստ խավի մարդիկ, կան միջին խավի մարդիկ, կան ցածր խավի մարդիկ, А если стать юристом, то можно работать на принца. իսկ եթե դառնաս իրավական գործիչ, կարող ես աշխատել արքայազնի համար։ То есть Людер хотел, чтобы его сын из среднего класса попал в высший класс. Այսինքն նրա հայրը ուզում էր, որ Լյութերը իրավաբան դառնալով միջին խավից բարձրանա բարձր խավի արդեն պատկանի, Чтобы у сына была долгая карьера. որ իր որդին ունենա երկար կարիերա։ И может быть, сначала ему будут платить меньше, чем доктору медицинскому. Եվ գուցե սկզբից իրեն կվճարեն, այո, ավելի քիչ, քան բժիշկին, Но со временем он станет каким-нибудь администратором чего-то большого.
Բայց ժամանակի հետ նա կդառնա ինչ-որ մեծ բանի ադմինիստրատոր и у него будет стабильная зарплата. եւ կունենա կայուն եկամուտ։ И тогда папа Ганс может пойти на пенсию, и его сын даст ему хорошую пенсию. Եվ արդեն Հանսը հայրը կարող է գնալ թոշակի եւ իր որդուց կարող է ակնկալել բարձր թոշակ։ Да, и так в 17 лет Мартин вступил в Эрфуртский университет учиться на юриста по желанию отца. Եվ այսպես 17 տարեկանում Մարտին Լյութերը Էրֆուրտի համալսարան ընդունվեց, որպեսզի սովորի որպես իրավաբան իր հոր ցանկությամբ։ На самом деле он уже устал от школы. Իրականում նա արդեն հոգնել էր դպրոցից։ И с одной стороны ему это давалось, а с другой стороны он ненавидел сам процесс. Մի կողմից նրան դա տրվում էր, մյուս կողմից էլ նա այդ process-ը չէր սիրում, ատում էր ավելի ճիշտ։ И карьера юриста не была для него желаемой. Он просто, папа платит, ну, значит, так надо. Եվ իրավաբանի այդ կարիերան իր համար այնպես չի որ ցանկալի էր, ուղղակի որ հայրը վճարում էր անում, նա գնում էր ուղղակի որտեվ դա պետք է։ Да, вот эта картина Ганса Людера и его жены Маргариты. Տեսնում եք այստեղ էկրանին նկար Հանս եւ Մարգարիտա Լյութերի։ Да, по его выражению лица видно, что такой суровый человек. Իր դեմքի արտահայտությունից երևում է, չէ՞ որ չոր մարդ է։ Строгий папа. Իսկ հայրը։ И следующие лет 15 будет очень недовольный папа. Եվ կլինի այս դեպքից 15 տարի հետո էլ, այս 15 տարիների ընթացքում էլ կլինի ոչ գոհ, հա դժգոհ հայր իր երեխայի մասով։ Потому что Мартин для него станет как бы разочарованием. Որովհետև Մարտինը իր համար կդառնա ինչ-որ պահից արդեն հիասթափություն։ Вроде такой талантливый, умный парень. Թվում է թե այսպես տաղանդաշատ, խելացի տղա է, но какой-то бестолковый и какой-то неуклюжий. Բայց այսպես մի անօգուտ, անպիտան մեկն է դառնում։ Он ему пытается объяснить, как бы, что надо, какая жизнь. Նա իրեն փորձում է բացատրել, թե ինչ է պետք անել, ինչ կյանք ընտրել։ А тот как будто живет в своих фантазиях и вообще не имеет связи с настоящим. Իսկ դրանի պատասխան Մարտինն էլ ապրում է կարծես թե իր պատկերացումների մեջ եւ իրականության հետ կապը կորցրել է։ И вот это трение в отношениях, оно сложилось не сразу. Եվ այս լարվածությունը հարաբերությունների մեջ կարծես միանգամից չեղավ։ Потому что до того, как он вступил на юридический факультет, ему надо получить степень бакалавра. Որովհետև ինչ որ նա կգնար համալսարան դիմելու իրավաբանական ֆակուլտետի համար, նա պետք է բակալավրի աստիճան ունենար։ И он получает целых 2 степени бакалавра искусств. Եվ նա երկու արվեստի բակալավրի կոչումը միանգամից ստանում։ Да, одна стандартная и другая в сентенциях Петра Абеларда. Մեկը стандартմյուսը есть его имя здесь? Петр Абелард нет. Պետրոս Աբելարդի սենտենցիաների հիման վրա է ստանում իր բակալավրը։ Да, то есть, смотрите, это полностью весь путь образования Мартина Лютера. Եվ տեսեք, սա ամբողջ ճանապարհն է փաստացիորեն Մարտին Լյութերի ուսման։ Спецшколы с 13 лет. Հատուկ դպրոց 13 տարեկանից։ И доктор богословия в Виттенбурге в 29 лет. Եվ աստվածաբանության դոկտորի կոչում 29 տարեկանում Վիտենբերգում։ То есть практически 16 лет беспрерывного образования. Այսինքն գործնականում 16 տարի անդադար ուսում։ И можно сказать для немца наилучшего образования. Եվ կարելի է ասել, որ գերմանացու համար ամենալավ կրթությունը։ Да, после получения степени бакалавра он получает степень магистра искусств. Բակալավրիատը վերջացնելուց հետո ստանում է մագիստրոսի կոչում։
и поступает на юридический факультет сначала, Սկզբից նա ընդունվում է իրավաբանական ֆակուլտետ, а потом он бросает свое обучение и продает все свои книги и уходит в монастырь. հետո նա թողնում է իր ուսումը, վաճառում է իր բոլոր գրքերը եւ գնում է արդեն Մենաստան, Не посоветовавшись с родителями. առանց խորհրդակցելու ծնողների հետ И очень неожиданно. եւ անսպասելի կերպով։ И его папа, конечно, крайне расстроен. Եվ իր հայրը իհարկե շատ հիասթափված էր։ Да, это университет Эрфурта, Սա խոսքը գնում է Էրֆուրտի համալսարանի մասին, да, где он проучился, получается, 5 лет. որտեղ նա ստացվում է 5 տարի սովորեց։ Почему же он неожиданно бросил свое обучение в направлении юриста? Ինչի համար նա հանկարծակի թողեց իր իրավաբանական կրթությունը։ Он возвращался в университет из дома на коне и попал в грозу. Որովհետև տուն վերադառնալիս ձիով անկավ կայծակի տակ Молния ударила близко и сильно очень напугала его. եւ կայծակը նրան այնքան մոտ խփեց, որ նա շատ տավախեցրեց։ Мартин очень боялся умереть и предстать перед Божьим судом. Մարտինը շատ վախեցավ մեռնելուց եւ վախեցավ Աստծո դատաստանի առաջ կանգնելուց Он думал, что Бог решил его убить. եւ նա մտածում էր, որ Աստված որոշել է իրեն սպանել։ Возможно, из-за греха. Հնարավոր է ինչ-որ մեղքի պատճառով։ И он тогда поклялся святой Анне, что он станет монахом. Եվ այդ ժամանակ նա Սուրբ Աննային երդվեց, որ նա կդառնա վանական։ Почему святой Анне? Ինչի համար հենց նրան։ Святая Анна считается покровителем шахтеров. Սուրբ Աննան, այսպես ասած, հանքում աշխատողների հովանավորն էր համարվում, Его папа был шахтером. որտեվ իր հայրը հենց այդ գործն էր անում։ То есть Антропология. их дом, он, его братья, его мама, его папа, они молились святой Анне много-много раз. Այսինքն ինքը իր տունը, իր հայրը, մայրը, եղբայրները աղոթում էին Սուրբ Աննային շատ անգամներ։ У них точно дома было что-то, либо иконка, либо статуя святой Анны. Հաստատ պետք է որ իրանց տան մեջ լիներ կամ սրբապատկեր կամ էլ ինչ-որ արձան Սուրբ Աննայից։ То есть в такой момент отчаяния он как бы сказал, обратился к святой Анне: Святая Анна, спаси меня. Այսինքն երբ որ այսպիսի դեպք տեղի ունեցավ, միանգամից նա փորձեց դիմել Սուրբ Աննային, որ նա փրկի իրեն։ Еще может быть другой вариант. Հնարավոր է մեկ ուրիշ տարբերակ։ Может быть, он боялся сказать своему папе, что не хочет учиться. Հնարավոր է որ նա ուղղակի վախեցավ իր հորը ասել, որ չի ուզում սովորել։ И папа мог ему запретить. Եվ եթե այդպես լիներ, իր հայրը կարող էր իրեն արգելել։ А святой Анне папа не может запретить. Իսկ Սուրբ Աննային չի կարող իր հայրը արգելել։ То есть он когда сказал папе: я поклялся святой Анне, я пообещал святой Анне, это обещание, которое он как бы не может отменить. Այսինքն երբ որ նա իր հորը այսպես է ներկայացնում, որ ես երդվել եմ Սուրբ Աննային, թե ինչ պետք է անեմ, դրանով ինքը իր հորը հասկացնում էր, որ ես ուրիշ տարբերակ չունեմ, ես այսպես պետք է անեմ։ На самом деле мы, наверное, не узнаем. Ամեն դեպքում մենք երևի թե չենք կարող դա բարձել հաստատ։ Потому что проблемы с папой у него остались еще на много лет. Որովհետև հոր հետ իր խնդիրները դեռ շատ տարիներ մնացին։ И он, может быть, никогда бы не признался перед папой, что просто он не хотел такую карьеру. Եվ երևի թե իր հոր մոտ նա երբեք չէր խոստովանի, որ նման կարիերա նա չէր ուզում անել։ Да, кто-то считает, что он покаялся в этот момент, что он стал верующим, когда был удар молнии. Ինչ որ մեկը մտածում է, որ նա հենց այդ պահին, կայծակի հարվածի պահին ապաշխարեց եւ դարձավ հավատացյալ։ Он точно не стал верующим. Նա հաստատ չդարձավ հավատացյալ։ Мы знаем, что это не спасенный человек. Մենք գիտենք, որ դա չփրկված մարդ էր։ И мы знаем это из-за его описания своей жизни в то время. Եվ մենք գիտենք описание
описание, что он, как он описывает свою жизнь, да. Ահա, եւ մենք գիտենք դա իր կյանքի տվյալ ժամանակահատվածի նկարագրությունից, այնպես թե նա ինչպես է նկարագրում իր կյանքի այդ ժամանակահատվածը։ Да, и мы знаем, что он покается, потом в его записях есть конкретное время, когда он покаялся. Եվ իր թողած նշումների մեջ մենք ունենք հստակ ժամանակահատվածը, թե երբ է նա ապաշխարել, Когда он осознает Божью благодать лично для себя и уверует на основании этой благодати в Христа. Դա այն բանը, երբ որ նա հասկանում է Աստծո շնորհքը եւ իր հույսը դնում է Քրիստոսի շնորհքի վրա։ Да, сейчас это просто обычный католический юноша, Այս պահին այդ կյանքի իր այս ժամանակահատվածում նա ուղղակի սովորական կաթոլիկ երիտասարդ էր, который бунтует против отца, ով ընդդիմության մեջ է իր հոր հետ, и который не очень любит свою жизнь ով այդքան էլ չի սիրում իր կյանքը и пытается от нее убежать, եւ փորձում է փախչել այդ կյանքից, и который, как все молодые люди, сражается с грехом. եւ ով մնացած երիտասարդների պես փորձում է կռիվ տալ մեղքի դեմ, И он знает, что его побуждение, его сердце, его грех, что это неправильно. եւ ով հասկանում է, որ իր մեղավոր հակումները իր այդ կրքերը սրտի դրանք ճիշտ չեն, И он не знает, что с этим делать. եւ նա չգիտի դրանց հետ ինչ անի, И он даже не знает, как ему сказать «нет» своему папе. եւ նա անգամ չգիտի թե ինչպես ոչ ասել իր հորը, Поэтому он продал книги и вступил в самый строгий монастырь, которым знал. որովհետեւ նա որի արդյունքում նա ծախեց իր բոլոր գրքերը եւ դիմեց որպեսզի մտնի իր իմացած ամենախիստ մենաստաններից մեկը։ Да. В Эрфурте несколько монастырей. Երբ մի քանի մենաստան кա, Он именно выбрал Августинский орден. նա ընտրեց հենց օգոստինական կարգը։ Это был нищенствующий орден с хорошей репутацией. Դա հարստությանը դեմ կարգ էր, լավ ռեպուտացիով, հեղինակությունով И был самый консервативный. եւ ամենապահպանողականն էր։ Он назывался Августинский, потому что орден старался жить по богословию, по принципам Августина Блаженного. Կարգը կոչվում էր օգոստինոսական, որովհետեւ այդ կարգի անդամները փորձում էին ապրել Սուրբ Օգոստինոսի աստվածաբանության քայլերով։ Да, и само движение, этот орден вышел из бенедиктского движения, как реформаторский монашеский орден. Եվ հենց այդ կարգն էլ իր ծնունդն է վերցրել բենեդիկտական շարժումից, ով հանդիսանում է ներսից, կաթոլիկների ներսից բարեկարգության մի շարժում։ Да, то есть как реформация монастырей в плане того, что они считали, что бенедиктское движение стало очень гнилым и стало очень богатым. Այսինքն նրանք իրենց համակարգն էին փորձում բարեկարգել, մտածելով, որ այս բենեդիկտական շարժումը արդեն դարձել է շատ ծույլ։ И, возможно, это был способ отвязаться от папы. Եվ հնարավոր է դա ինչ որ կերպ փորձում էր այդ քայլը փորձում էր պապից առանձնանալ։ Или это был порыв души к богоисканию. Կամ այսպես էր, կամ էլ ուղղակի սա մի ճիչ էր հոգու աստծուն փնտրտուքի մեջ։ Скорее всего, это не Мартин искал Бога, а это Бог искал Мартина. Ամենայն հավանականությամբ ոչ թե Մարտինն էր ման գալիս Աստծուն, այլ Աստված էր ման գալիս Մարտինին, потому что он попал в очень необычное и интересное место. Որտեղ նա հայտնվեց շատ հետաքրքիր անսովոր մի վայրում։ И когда он сказал папе, папа был крайне недоволен. Եվ երբ որ նա ասեց իր հորը սրա մասին, հայրը ծայրաստիճան հիասթափված էր, դժգոհ էր։ Да, то есть, во-первых, он не пошел учиться дальше. Առաջին հերթին ինչ էր դժգոհ, որտեղ նա չշարունակեց իր ուսումը։
Он бросил учебу и продал очень-очень дорогие книги. Նա թողեց իր ուսումը եւ վաճառեց շատ թանկ գրքեր, То есть, если бы он захотел поменять карьеру, он бы сказал, я не хочу быть юристом, я хочу пойти в священники, буду учиться на кафедре богословия. այսինքն եթե նա ուզեր շարունակեր ուսումը, կարող էր ասել ես ուզում եմ դաթար վերցնել եւ արդեն ուղակի կաֆեդրաս կփոխեմ, կգնամ օրինակ կսովորեմ աստվածաբանության ուղղվածությունը։ Это одно дело. Սա մի հարց է։ То есть папа был бы строгий, но такое бывает. Отцы и дети, они могут поругаться, они могут поспорить. Այսինքն հայրը կլիներ ֆիստ, հա, կոպիտ, բայց այդպես լինում է, հայր եւ որդի շատ են պատահում է որ վիճում։ Но он вообще отказался. То есть он сказал, я не буду учиться. Բայց այս парագայում նա ընդհանրապես հրաժարվել է, նա ասաց ես չեմ սովորի։ И более того, он сказал, я пойду в монахи. Եվ նա ավելին ասաց որ կգնա վանականության։ Значит, первая проблема, монах не имеет потомства. Առաջին խնդիրը, վանականը չեր ունենալու սերունդ։ То есть как передавать фамилию Лютер? Через старшего сына должна передаваться фамилия. Հետևաբար հարց է ցակում, ինչպես պետք է լյուդեր ազգանունը փոխանցվեր, որովհետև մեծ որդու միջոցով պետք է փոխանցվեր ազգանունը։ Второе, монах ничего не зарабатывает. Երկրորդը, վանականը ոչինչ չի աշխատում գումարի տեսանկյունից։ То есть какая пенсия будет у Ганса, когда он состарится, у него будет сын-монах? Այսինքն Հանսը մտածում էր ինչ թոշակ պետք է ինքը ունենա, երբ որ ինքը ծերանա եւ իր տղան էլ դառնա վանական։ Он уже видит, что его пенсия это будет старый сухой хлеб, сухари и вода. Նա արդեն այսպեսի պատկերացումներում տեսնում էր, թե ինչպես է իր թոշակը լինում չորահացերը եւ ուղակի մի բաժակ ջուրը։ И бесконечные молитвы. Եվ անվերջ աղոթքներ։ Да. Третье. Монах не вернет никогда вложенные в него деньги за 8 лет спецшколы университета. Եվ հետո վանականը երբեք չէր վերադարձնի այդքան տարիների ներդրած իր վրա ներդրած գումարը, որ ծախսվել էր ուսման վրա։ То есть нужно понимать, что отец внес огромный вклад денежный в жизнь своего сына Мартина. Այսինքն պետք է հասկանալ կարևոր է, որ Մարտինի հայրը հսկայական գումարներ է ներդրել իր ուսման, իր կյանքի, իր ապագայի մեջ։ 8 лет частного образования. 8 տարի մասնավոր կրթություն, где все, что зарабатывалось, отдавалось сыну. որի ժամանակ որ ինչ ինքը աշխատել էր այդ ժամանակահատվածում տվել էր որդուն։ Если сложить весь доход семьи, это треть дохода семьи за жизнь Ганса. Եթե իրար вրա բերենք եկամուտներ ընտանիքի, դա Հանսի կյանքի հանուր եկամուտների 1/3-ն է։ Вот. И более того, сам Мартин похож на кляксу. Похож на чего? На кляксу. Он как нелепый, наивный, слабый. Եվ բացի այդ ամեն ինչից, Լյութերը նման էր ուղղակի մի թույլ ամփույթ եւ միամիտ մեկի։ Он как бесхарактерный, как худой, такой мальчик замученный. Այսպես կարծես տանջված նիհար առանց կոփված բնավորության մի երիտասարդ ոնց որ լիներ։ То есть Ганс думает, что его в монастыре либо выгонят, այսինքն մտածում է կամ իրեն այս Մենաստանից կվռնդեն, либо если он там останется, его просто зажмут. Կամ էլ եթե իրան հաջողվի մնալ այս Մենաստանում, իրեն ուղղակի ճնշած կպահեն այնտեղ։ Что у него нету перспектив на развитие. Այսինքն նա չունի այնտեղ հեռանկար զարգանալու։ Да, и в такой вот очень трудной ситуации оказался наш Мартин в Эрфурте. Եվ Էրֆուրտում ահա այսպիսի դժվար իրավիճակի առաջ կանգնեց մեր Մարտինը։ И в первые несколько лет монастыря для него ситуация станет еще хуже. Եվ
վանքում անցկացրած այդ առաջիկա մի քանի տարիներում նրա վիճակը ավելի կվատթարանա։ Да, но Господь действовал через такие трудные обстоятельства. Եվ Աստված գործում է այսպիսի դժվար իրավիճակների միջով։ И, скорее всего, его папа его недооценивал. Եվ ամենայն հավանականությամբ իր հայրը անգամ իրեն թերագնահատել է։ Потому что у него уже в таком малом возрасте была очень сильная сила воли развита. Որովհետև անգամ այդպիսի փոքր տարիքում նա ուներ շատ լավ արտահայտված ու զարգացած կամքի ուժ։ То, что он сделал с отцом, такое бы почти никто не сделал бы в средние века. Այն ինչ որ նա արեց իր հոր հետ միջին դարերում երբ ոչ ոք չեր անի իր հոր հետ այդպիսի բան։ Да, то есть в средние века сын получает ремесло отца обычно. Այսինքն միջնադարում սովորաբար որդին ստանում է հոր մասնագիտությունը Или получает образование, կամ էլ ստանում է կրթություն, или идет в армию. կամ էլ гնում է բանակ։ Все, других вариантов нету. Վերջ, ուրիշ տարբերակ չկա։ И здесь Мартин, он, когда это принимает решение, он отказывается от наследства. Եվ երբ որ այստեղ Մարտինը կազմում է նման որոշում, նա իր ժառանգությունից էլ է հրաժարվում։ Он отказывается от благословения отца. Նա հրաժարվում է հայրական օրհնությունից։ Он отказывается от брака, то есть он не представляет себя в близких отношениях, в формировании семьи. Նա ամուսնական կյանքից էլ է հրաժարվում։ И такого рода серьезные радикальные решения в раннем возрасте, они, скорее всего, уже показывают, что у него есть зачатки очень-очень сильного характера. Եվ ահա այսպիսի ծայրահեղ եւ կտրուկ որոշումների կայացնելը այսպիսի վաղ հասակում երևի թե խոսում են նրա մասին, որ նա ուներ արդեն իր մեջ երևում էր այդ կոփված բնավորության մասնիկները, որ ապագայում իրեն պետք է գալ։ Он кажется худым, нелепым, наивным. Նա թվում է նիհար, ամփույթ, հա, միամիտ ինչ-որ մեկը, но внутри у него железный металлический стержень. բայց իր ներսում ամբողջը հավաքված է մետաղից, այսպես ասած։ Да. И в принципе всю его жизнь его оппоненты будут его недооценивать. Եվ կարծես իր ամբողջ կյանքի ընթացքում էլ հետագայում իր բոլոր հակառակորդները իրեն կթերագնահատեն։ Папа его будет называть сумасшедшим пьяным монахом. Հայրը իրեն հայրը չէ, ներողություն, Հռոմի պապը իրեն կանվանի հարբած խելքը գցած գերմանացի վանական։ Доктора наук будут видеть в нем какого-то убогого, странного человека. Գիտությունների դոկտորները իր մեջ կտեսնեն մի տարօրինակ կերպար։ Люди будут в нем видеть человека еще исходящего из сельской местности. Մարդիկ կտեսնեն իր մեջ մեկին, ով գյուղական համայնքից է դուրս եկել։ У него нету знатности, у него нету как бы богатых родственников. Նա չունի հարուստ բարեկամներ, իր ընտանիքը էլիտային ներկայացուցիչ չի։ Кто это еще вообще такой? Откуда он взялся? Ընդհանրապես ով է այս մարդը, որտեղից նա։ Да, и это недооценивание как раз-таки и создаст слабость в церкви, которая даст реформации расцвести. Եվ հենց այսպիսի թերագնահատությունները իդեպ կտան հնարավորություն, որ այս ամեն ինչը ավելի ընդլայնվի հետագայում։ Да, и завтра мы продолжим как раз-таки с его жизнью в монастыре. Եվ վաղը հենց իդեպ մենք կշարունակենք իր կյանքի մասին եւ կշարունակենք Մենաստանում Մենաստանի այդ հատվածից и все остальные его приключения. Եվ իր բոլոր հետագա արկածները։ Есть какие-то вопросы, комментарии по его детству? Իր մանկության հետ կապված ինչ որ հարցեր կան։ Կարծում չէ։ Մտքեր։ Ինքը աստվածաբանություն էր սովորել, որ հլտեղից հետո էլ
ասենք կարար խոսքի օրինակ Անյային աղոթք բարձրացներ։ Այդ ինչ աստվածաբանություն էր, որտեղ էլ հլինքը լավ ձեռքբերումներ անգամ ունեցել։ Что за богословие учил Лютер и что за богословие, от которого у него был степень доктор научных богословских наук? Да, он учил стандартный католический схоластицизм. Ինքը սովորել է ստանդարտ սովորական կաթոլիկ սխոլաստական աստվածաբանություն։ Да, единственное отличие, поскольку он был в Августинском ордене, у него было гораздо больше влияния от Августина, богословия Августина. Միակ տարբերությունը երևի թե կլիներ այն, որ օգոստինոսական այդ կարգի մեջ լինելով իր աստվածաբանությունը կունենար որոշակի թեքումներ օգոստինոսի վարդապետության կողմը։ Да, а так его учебник основной – это системное богословие Фомы Аквинского. Իսկ ընդհանուր առմամբ իր աստվածաբանության դասագիրքը պետք է որ լիներ Թոմաս Ակվինացու աստվածաբանության գիրքը, которое называется «Сумма теология». որը կոչվում է Summa Theologiae, աստվածաբանության հավաքական ամբողջականություն։ И когда уже он был на докторской степени, он очень глубоко залез в церковных отцов. Երբ որ արդեն իր դոկտորական աստիճանի վրա էր գտնվում, արդեն այդ ժամանակ սկսեց շատ ավելի խորանալ եկեղեցու հայրերի մեջ։ Ясно. Хорошо, братья, спасибо за ваше внимание. Вам спасибо. Да, пожалуйста, на здоровье, слава Для Богу. меня тоже это благословение. Спасибо. 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 Да, пожалуйста, завтра продолжаем. Будет еще веселее. Хорошо. С Богом. Спасибо. Спасибо. всем. Анхинг.